Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները պարբերաբար այցելում են Հայաստանի տարբեր մարզեր եւ տեղում ծանոթանում բնակիչների խնդիրներին։ Հերթական այցի համար ընտրվել էր Տավուշի մարզը։ Պատգամավորները նախ եղան Դիլիջանում։ Գետափնյա փողոցում ծանոթացան ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքներին, զրուցեցին բնակիչների հետ։ Գոհեք աշխատանք։ Հա։ Միատես վերուցարան, բիսեդկա, Մեր շնորհակալությունը վարչապետին կհայտնենք։ Ապրեք, անպայման կփոխանցեմ։ Պատգամավորները Գետափնյա փողոցում մասնակցեցին նաև Եղևնիների տնկման աշխատանքներին։ Տվյալ փողոցում աշխատանքները սկսվել է մոտավորապես մայիս-ապրիլ ամիսներին, 2.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է, ասֆալտապատվում է, մայթերն է հիմնանորոգվում եւ շենքի բակերով ամբողջությամբ ասֆալտապատվում է, ընդհանուր 895 միլիոն դրամ արժողությամբ, որի 536 միլիոնը համայնքի մասնաբաժինն է, մնացածը պետության։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների այցը Տավուշի մարզ շարունակվեց Կիրանցում։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են ու բարձր քողարկող պատեր։ Զարգացնելու ենք այդ խաղաղությունը, ավելի ենք ամրապնդելու։ Մենք մեր գործընկերների հետ հիմա եկել ենք այստեղ, շրջելու ենք Կիրանցում, Ոսկեպարում եւ այցելելու ենք բոլոր այն հատվածները, որտեղ որ տարբեր ծրագրեր են իրականացվում կառավարության կողմից։ Կիրանցի նորակառույց դպրոցն է նախատեսված 100 աշակերտի համար։ 2 տարի տևած շինարարությունից հետո 2024-ի նոր ուսումնական տարին Կիրանցի 34 աշակերտի համար մեկնարկել է ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված մեծ մարզադահլիճով, լաբորատորիայով, հետաքրքիր լուծումներով գրադարանով, հանդիսությունների դահլիճով ու ընդարձակ դասասենյակով լուսավոր դպրոցում։ Այս տարի աշակերտների քանակն աճել է, այս պահին դպրոցում սովորում է 42 աշակերտ։ Հիմա այս մեկը ավելի լավն է, չէ՞։ Հա։ Ինչ լավ է։ Ապրեք, դեռ Սերզինա, լավ կսովորենք ստեղ։ Ընտեղ նստանները քիչ է, սերն շատ է։ Ամբողջ օրը, որ դասամիջոց լինում, գնում ենք, ընտեղ բանկադա ենք խաղում, են տալու։ Գալիս ենք ֆիզկուլտ ենք անում, լիքը խաղեր ենք խաղում, դաս ենք անում։ Կիրանցին հարևան Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին է ակտիվ վերանորոգման փուլում։ Սահմանազատման օրերին այս եկեղեցու շուրջ կրքերը չէին հանդարտվում։ Սահմանազատումից հետո հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին սահմանային սյուներից այս կողմում է եւ բաց է այցելուների համար։ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորները Տավուշում այցելեցին նաև Բերքաբեր։ Բերքաբերում կառավարության 16+5 միլիոնի ծրագրով կառուցվում է 101 տուն։ Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել էր, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց եւ Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 միլիոն դրամի չափով։ Եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում։ Գյուղում 110 տուն, եթե չեմ սխալվում, նորը կառուցվել է արդեն։ Ավելի շատ նոր տուն կա, քան հինը, էլի։ Իսկ հիմնական երիտասարդներն են օգտվում Հա, երիտասարդները։ Չէ, չեն լքել։ Գյուղատնես ցավ են զբաղվում, տարբեր փոքր արտադրամասեր կա։ Մենք մեր սեփական մաշկի վրա զգում ենք այդ խաղաղությունը, որ ոչ մի անգամ չենք զգացի, համ ֆիզիկապես ենք զգում, համ հոգեպես ենք զգում։ Դե ժամանակ կրակում էին, մտածում էր նենց անես, որ չմեռնես, հիմա չկա այդ խնդիրը։ Իսկ հոգեպես այն է, որ հանգիստ ապրում ես քեզ համար, գիշերը քնում ես, կրակոցի ձայն էլ չկա, էլի։ Աշխատանքի բերումով տարբեր տեղեր եմ եղել, Վրաստանում եմ եղել, Ռուսաստան, Եվրոպա եմ եղել, բայց չեմ լքել գյուղը, միշտ ստեղ եմ եղել։ Չունենք այդ խնդիր, կառավարությունը ամեն ինչ արել է։ Դες մանր բաներ կա, ասենք հետագայի զարգացման համար, օրինակ լողափը որ ունենք, ցանկալի կլներ ավելի մեծացնեինք, որովհետև շատանում են արդեն, տենց խնդիր կա տարածքի հետ կապված։ Ամփոփելով Տավուշ կատարած այցը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ բարձրաձայնված խնդիրներն իրենց համար նորություն չէր։ Հիմնական նպատակը գետնի վրա մարդկանց խնդիրները լսելը, կատարված աշխատանքը արձանագրելը, կատարված աշխատանքի շարունակականությանը հետևելն էր։ Մարդկանց առօրյա կենցաղային են աշխատատեղեր,
բնականաշինության հետ կապված հարցեր, այնտեղ որտեղ որ բնականաշինություն կա, մարդկանց հետաքրքրում է կոմունիկացիաների հարցերը համապատասխան, հատկապես Տավուշում, հատկապես Կիրանց, Ոսկեպար, Բերքաբեր համայնքներում մեր այցելության եւ քաղաքացիների հետ շփման ընթացքում մենք արձանագրեցինք, որ մարդիկ միանշանակ գոհ են եւ պաշտպանում են խաղաղության օրակարգը եւ ասում են, որ խաղաղությունը այն մեծ հնարավորությունն է, որը մեզ թույլ է տալու, որպեսզի մենք լուծենք մեր բոլոր առօրյա խնդիրները։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ շարունակելու են իրենց վերահսկողական գործառույթն իրականացնել, այցելելով Հայաստանի տարբեր մարզեր, տեղում համոզվելու, որ բարձրաձայնված խնդիրները ստացել են լուծումներ։